Բարեկամներ, հարգանքներս մենք գտնվում ենք աշտարակ քաղաքին կից մի հրաշք ռեստորանի ճանապարհին։ Երկու հրաշք ռեստորան կա այստեղ, առաջից աշտարակ հոլն է, իսկ ձախից Էվելինա։ Մենք հիմա գալիս ենք Էվելինա ռեստորան, այստեղ հրաշալի առիթ է, սուրբ առիթ, սուրբ մկրտության արարողություն, որտեղ հավաքվել են բոլորը եւ նշում են մեր երկու փոքրիկ գանձերի հոգեվոր ծննդյան օրը։ Այսօր հոգեվոր աշխարհում ծնվեցին Դավիթն ու Լուսին։ Դավիթ ու Լուսին ծնվեցին եւ այդ առիթով հավաքվել են բոլոր բարեկամները եւ նշում են այդ հրաշք առիթը։ Մենք էլ եկել ենք շնորհավորանքներ բերենք Դավիթի եւ Լուսիի տատիկի ընկերուհու կողմից։ Տատիկ Ռիփսիմեի ընկերուհու Գեղանուշի կողմից, ով գտնվում է ԱՄՆ-ում, ընկերներ։ Հիմա մտնենք շնորհավորենք հարգանքներս բոլոր ամերիկաբնակ մեր բարեկամներին, շնորհակալ ենք, որ դուք գտնվելով հեռվում ձեր ներկայությունը ինչ որ ձև գտնում եք ցույց տալու հայոց աշխարհում։ Հիմա մեզ հետ է մեր շատ սիրելի Տիկին Գեղանուշը իր պատվերով։ Գնացինք։ Բարեկամ, շնորհակալ եմ քեզանից։ Մենք հանդիպեցինք մեր բարեկամին հանդիսավարին, ով սերտանց ամեն ինչ կազմակերպեց, ասեց հեսա պարեն վերջացնեն եւ գնանք անակնկալ անելու։ Ես էլ ասեցի այո։ Եթե այո, ի՞նչն է պակաս, որ պարեն վերջացնեն։ Իսկ անակնկալը կներկայացնի Ստեփան Մարկարյանը, այսպես կոչված Գեղանուշ աղբերը։ Ես մոտեցնեմ խոսափողը։ Բարով եք հավաքվել, գեղեցիկ մարդիկ, լավ որ եք հավաքվել եւ այդ առիթով ողջունում եմ բոլորիդ, իսկ դուք ողջունում եք մեզ գեղեցիկ ծափերով եւ այստեղ ենք հրավիրում մեր Լեաննային եւ Մուշեղին։ Ուր եք դուք բարեկամներ։ Կամս, հարգանքներս, բարով եք հավաքվել, բա ուր են ձեր հրաշքները, Լուսին ու Դավիթը։ Լուսի եւ Դավիթ, փոքրիկներ ուր եք։ Ես իրանց համար եմ տորթը բերել։ Բաբո։ Եկավ Դավիթը, Դավիթ։ Արի աղբերս, ես կարաս վերցնես տորթ, կարաս պայես դու, մեծ տղա ես, դու կարաս հաստատ, բա քույրիկն ուրա։ Հենա, գալիս է։ Լուսի։ Արի։ Լուսի, արի։ Լուսինա։ Լուսի ու Դավիթ, շնորհավոր ձեր հոգևոր ծնունդը, դուք այսօր ծնվել եք հոգևոր աշխարհում եւ ունեք անակնկալ, չեն կարող իրանք պահեն, չէ՞։ Ես պահեմ։ Ես ուրա, ուրեմն դուք ես բերցրեք։ Հիմա ուշադրություն, մի ծափեր տվեք, շնորհավոր ձեր ծննդը։ Մեզացան իմ բալա, սավըտ տանեմ ես։ Միկրոֆոնը, մի րոպե, հիմա տորթի մոտ են գալիս Լուսին ու Դավիթը, միասին քուրիկ ու ապերիկ երազանք եք պահում ու փշում եք, հա, 3-4 Լուսի, կամեր դե բարեմ, ես պահեք։ Ապրեք, հիմա ծափեր ենք տալիս, ես ես բերել եմ քաղցրություն, հեռուներից, ես ձերն այս տորթիկը, քաղցրություն ամբողջ կյանքի համար, շնորհավոր լինի ձեր հոգևոր ծննդյան օրը, դե բոլորս միա ծափերով շնորհավոր ենք, ընկերներ, այս տորթը կարող եք փոխանցել, որովհետև ձեզ էլ բերել ենք ծաղիկներ հեռուներից, ձեր ամուսնու օգնությամբ, Մուշեղ մեծ աղբեր, այս գեղեցիկ ընտանիքը Աստծո օրհնությամբ լինի միշտ եւ այս ծաղիկները հիմա սիրով նվիրի տիկնոջը հատը բաչի Սիրե ծաղիկ տալ է։ Հա, չբաչի։ Անջը պետք։ Չէ սիրում, Օ, ընկերներ, սա մեգա պահ է։ Ծաղիկներ չի սիրում նվիրել, բայց հիմա բոլորի ծափերի եւ ոգևորության շնորհիվ կնվիրի մի հատ բաչիկ կանի։ Ես ինձ սիրունիկ ես Ծաղիկ նվիրելը շատ լավ բան է, միշտ կնվիրես, մենք էլ տեսնողից տեսար ինչքան մարդու ուրախացավ։ Բոլորը շատ են սիրում ձեր ընտանիքի այս ջերմությունը եւ սերը։ Ասեմ ձեզ, այդ սերը այնքան շատ է, որ Հայաստանի տարածքներից վաղուց դուրս է եկել եւ այդ սիրող մարդիկ են, որ մեզ ասել են գանք շնորհավորենք ձեր այս գեղեցիկ սուրբ առիթը։ Աստծո օրհնությամբ լինենք բոլորս եւ այս առիթի մեջ շատ կարեւոր է շեշտել ընկերության մասին։ Սա
մեծ ընկերության արդյունք է, որ մենք այստեղ ենք հիմա։ Եվ ասեմ քեզ, Միշել, ընկերությունը քո կողմից չի։ Գիտես ում կողմից է։ Այդ մարդուն ես ենթադրում եմ, որ շատ է սիրում։ Ով կլինի։ Ամերիկայից։ Աշխարհում մի հոգի է տենց քո համար, եւ նրան այս կյանքում ասում են զոնքանչ մայրիկը որ կա է, շատ է սիրում քեզ, ու այդ մասին գիտի նրա ընկերուհին Ամերիկայից Գեղանուշը։ Այո, մեր բախտը ուրել մեզ այդ ձեր ընկերուհին այս ամեն ինչը կազմակերպել եւ այս կոնյակը նվիրված ձեր ընտանիքին այսօրվան սուրբ մկրտության, այս մշը դուք եք գեղեցիկ ընտանիք, Աստծո օրհնությամբ լինեք եւ իհարկե տիկին Ռիփսիմը ես ուզում եմ ծաղիկներ էլի տամ ձեր փեսային նվիրես կարես չպաչես պրոստը նվիրի հա էլի նվիրի հա բանկերին ես կա կազմակերպել է լույս աղջիկ է Պաչե ուժը Սերը շատ Աստծորտությամբ լինենք բոլորս, այսօր հենց աստվածային օր է, բարով եք հավաքվել, ձեզ լավ բարձր տրամադրություն, այո, լավ է, հավանեցիք, հա, ձեր ընկերուին ձեզ շատ է սիրում, Գեղանուշը Ամերիկայից, այո, դե ձեզ լավ օր բարձր տրամադրություն, շնորհակալ եմ բարեկամս։ Շնորհակալություն Ստեփանին, գեղեցիկ անակնկալի համար։ Ապրես։ Եվ որ Ստեփանը մաղթեց սեր և ասամաս, ազատության անուն է սեր։ It's parosur mianchio It's ansemies Nois husem tășmesc Verceasas mi janga Hornoris duc imana Orciuna sebe Isuna magavra E tu Dacia Asta nu e bun Verceați mi jamana Dave Volnonic dukaskanna Բարեկամներ, ահա գեղեցիկ եւս մեկ անակնկալ դարձավ իրական, մեր սրտով, հավեսով, իսկ հիմա մենք կգնանք մշատ սիրելի Եղեգնաձոր ընկերներ, Եղեգնաձորը այն ձորն է, որտեղ միշտ մենք վերադառնում ենք, այդտեղից ուժ ենք հավաքում, դարերի մաքրությունը եւ դարերի գեղեցկությունը ու նորից բերում հայոց աշխարհով թևածելու, շնորհակալ ենք ձեզանից մեզ հետևելու համար եւ Վարդանը ասած բոլոր ճամփաները բերում են Եղեգնաձոր, ես ուզում եմ ավելացնել, որ Վարդան հերիք չի գլուխ գովանք։ Մեր համար է տենց է, բայց ուրիշների համար է տես չի։ Պետք է հասնենք դրան, բարեկամ։ Էլ գլուխ չգովանք հենց հենց։ Բայց եկեք էլի Եղեգնաձոր, բոլոր ճամփաներն էլ բերում են։ Որտեղով էլ գաք, ես ձեզ կասեմ կգաք Եղեգնաձոր։